Նրանց միավորեց թատրոնը։ Գուցե բեմի վրա էլ հենց հասկացան, որ պիտի ստեղծեն ընտանիք։ Ընտանիք, որտեղ տիրում է վստահությունը, սերը և հարգանքը միմյանց նկատմամբ։ Իմ հյուրերն են այսօր Դավիթ Թադևոսյանը իր կնոջ Աստղիկ Խաչատրյանի հետ միասին։ Բարի երեկո Դավիթ, բարի երեկո Աստղիկ, շատ ուրախ եմ տեսնել ձեզ ինձ ոնց սպիտակ անկյունում։ Մենք էլ ենք շատ ուրախ և շնորհակալ ենք հրավերի համար։ Ես հարցազրույցին պատրաստվելիս բացահայտումներ արել եմ ամեն դեպքում ձեր անձի հետ կապված և ինձ համար պարզել եմ, որ ձեր մանկության ինչ-որ մի շրջան անցկացրել եք Լեհաստանում։ Այո, մենք պապայի աշխատանքի հետ կապված տեղափոխվեցինք Լեհաստան, 3-4 տարի այնտեղ բնակություն հաստատեցինք և այնուհետև վերադարձանք նորից հայրենիք։ Ճիշտ է, որ ցանկությունը վերադառնալու ձերն է եղել։ Այո, ես ուղղակի չէի կարողանում հարմարվել ոչ այնտեղ դպրոցի հետ, ոչ ընկերական շրջապատի հետ, ճիշտ է, համ դպրոցը կար, համ ընկերական շրջապատը կար, բայց ամեն դեպքում մի տեսակ իմը չէր այդ ամեն ինչը։ Ես կարոտում էի իմ ընկերներին, իմ բակային խաղերը, իմ դպրոցական ընկերներին, իմ ուսուցիչներին և անընդհատ ես պնդում էի, որ չէ, մենք չենք կարող այստեղ մնալ ու պետք է վերադառնալ։ Քանի տարեկան էիք այդ ժամանակ։ 12։ 12 տարեկան երիտասարդ պատանու համար, հա, կարծում եմ բավականին հասուն որոշում է։ Հա, որովհետև այդ ամեն ինչից կտրվելով մի տեսակ չգիտեմ, այն որ ասում օտարությունը մի քիչ տարիք ավելացնում մարդուն, այդ ճիշտ է, ես իմ վրա այդ զգացել եմ ու մի քիչ ավելի հասուն էի մտածում, քան իմ տարիքը։ Գուցե այնտեղ մնայի, շատ ավելի լավ լիներ, շատ ավելի լավ բաների հասնեի, բայց ամեն դեպքում մի տեսակ այն կոմֆորտը չունեի, ինչպես տեղ, ինչպես իմ շրջապատում, ինչպես իմ տան։ Սեփական հողի վրա։ Տարիներ անց հետաքրքիր է, իդ հայացք գցելով այդ որոշմանը, չի եղել որևէ մի պահ գոնե թեկուզ, որ մտածեք, թե իսկ գուցե արժեր այն ժամանակ մնալ կամ գուցե արժեր ետ գնալ նորից։ Ճիշտ ասած, մտածել, որ պետք չէր վերադառնալ, չէ, այտենց պետք երբեք չեմ ունեցել։ Իսկ գնալու մասին իհարկե երբեմն մտածում ես, որովհետև ամեն դեպքում քո կյանքից և մի հրաշալի 4 տարի անցել է այնտեղ ու ինչպես այստեղ այնտեղ էլ կան բաներ, որը քեզ հիշեցնում են քո մանկությունը, քո պատանեկությունը, կուզենայի ևս մի քանի անգամ այդ ամեն ինչը վերապրել, գնալ այնտեղ, շփվել այն տարիների իմ ընկերների հետ, կուզենամ գնամ ամեն դեպքում, բայց ափսոսանք չկա ամեն դեպքում։ Ափսոսանք չկա, չէ, որ եկել եմ, ոչ, չկա ափսոսանք, ամեն դեպքում չկա։ Աստղիկ, դուք նույնպես մասնագիտությամբ դերասանուհի եք։ Փոքրուց եղել եք այն աղջիկներից, ովքեր հստակ գիտեին, որ մեծանալով պիտի դառնան դերասանուհի, թե։ Ոչ։ Նման բան չկար, հաճախել եմ պարի, ավելի շատ հակված էի, որ պետք է լեզվի ուղղությամբ գնայի, հայոց լեզվի, սակայն այդ վերջին ավարտական արդեն քննությունների ժամանակ, չգիտես ինչ-որ մի բան կատարվեց, ու ես հստակ որոշեցի, որ պետք է դերասանուհի դառնամ։ Ոչ մի բան չգիտեի, ոչ քննական այդ բաներից, քննություններից, նույնիսկ չգիտեի էտյուդ ասվածը ինչ է։ Միայն գիտեի դաշնամուրային էտյուդ ու վերջ, որտեղ դաշնամուրի էի գնացել ու վերջ, ու էտյուդ պատկերացնել, թե ինչ պետք է անեմ, չգիտեի, մոտավորապես մի 15 օրվա մեջ ես հեղափոխվեցի ու որոշեցի, որ թատերական ինստիտուտ պետք է։ Ինչ-որ մեկին տեսակ, ինչ-որ մեկին հանդիպեցիք, թե… Չէ, մի փոքրիկ բան տեղի ունեցավ, մեր պարային խմբով, փոքր ներկայացման մեջ, փոքրիկ հատված ունեցանք, ինչ-որ ներկայացման մեջ, ու այդտեղից ինչ-որ մի բան իմ մեջ արթնացավ, որ ես հաստատ կուզենայի բեմում լինել որպես դերասանուհի։ Ինչը դարձավ նաև ճակատագրական, ոչ միայն մասնագիտական։ Այո։ Հետաքրքիր է, բայց ասում են ատելությունից դեպի սեր կես քայլ է, մի քայլ էլ չի անգամ։ Ինչպես եղավ, որ միմյանց նկատմամբ ոչ այդքան լավ վերաբերմունքից հետո հանկարծ բեմը միավորեց ձեզ։ Ես պատասխանեմ։ Հերթով։ Ինձ հետաքրքիր է երկու կողմի կարծիքն էլ էս ամենի շուրջ։ Նո, դու սկսի երևի։ Մենք ուսանողական տարիներին, չգիտեմ, Աստղիկ ինչ չէր սիրում, ես մի տեսակ
լինելով թեկուզ այդ ինստիտուտում, թեկուզ այդ մասնագիտությանը ուսանող մարդ, բայց ամեն դեպքում մի տեսակ չէի դադարում հայ տղա լինելով ու այսպես ասած ճակերտավոր քյարթու տղա լինելուց։ Դե աստղն էլ չէր սիրում այդ գիծը, բայց ես այնպես աստղին sense միշտ էլ համակրում էի, ասում էի։ Նորություններ։ Մայր աղջիկա կիրթ խելոք։ Տարիներ հետո մենք աշխատում էինք մի թատրոնում, ոնց որ այն որ ասում մեջը սկսում է նորից տակնուվրա լինել ու արդեն որ բավականին երկար ժամանակ էինք սկսում անցկացնել իրար հետ, մի ներկայացման մեր զբաղվելիս, սկսում էիր ավելի լավ ճանաչել մարդուն ու ասում էիր չէ, ինձ թվում է ինքն է, հետո վերջում ասում ես չէ, չի թվում, հաստատ ինքն է։ Չի թվում։ Բայց ներկայացումներից մեկի ժամանակ, անժողովի չեմ երթա, այդ ներկայացման ժամանակ, ինձ չի թվում, որ ինքը այդ ժամանակ ինձ համակրել է, ես նույնիսկ վստահ եմ, որ ինքը այդ ժամանակ ինձ չի համակրել, որտեղ եթե ինչ-որ մեկին համակրում ես, փորձում ես իր հետ, գոնե, եթե ինքը քո զուգընկերն է այդ պահին, դու պետք է իր հետ խաղաս, նայում ես աչքերի մեջ կամ իր հետ խաղում ես, Ազգության որ կար համակրանք։ Մենք չէինք, ես պետք է իր հետ խոսք ունեմ, պետք է իրան դիմեմ, ինքը ինձ պետք է նայի, որ ես շարունակեմ խոսքը, բացարձակ ոչ մի այսպես նստում եմ, ես ինձ մենակ խաղում էի այդ կտորները, որովհետև շատ դժվար է մենակ ու գիտես, որ պետք է զուգընկերոջդ հետ խաղաս, այդպես այդ ներկայացումների ժամանակ ոչ մի բան, ես համենայն դեպս չեմ նկատել, ու արդեն մի ուրիշ ներկայացում սկսեց։ Ինչ փոխվեց ձեր մեջ։ Այ ես այդ շրջանից այնքան բան եմ հիշում, երբ որ ինձ ասում են, օրինակ Դավիթի առաջին սիրո խոստովանությունը, ոնց ասեր խոստովանել, բա, առաջին սիրո խոսքերը, ես չեմ հիշում, որովհետև այդ ժամանակի մոտ այնքան խառը շրջան էր, որ ես չեմ կարողանում հիշել, որ դա եղել է բեմում փորձի ժամանակ, դա եղել է ներկայացման ժամանակ, դա ոնց է տեղի ունեցել, որովհետև շատ նենց ինքը սահուն գնում էր ամեն ինչ, էլի, շատ խառը եւ միևնույն ժամանակ շատ սահուն, էլի, որ նույնիսկ ես չեմ կարողանում հիշեմ այդ առաջին սիրո խոսքերը ոնց է ձևակերպվել կամ որտեղ է ասվել։ Բայց ինչ եղավ ձեր մեջ, որտեղ կոտրվեց այդ սառույցը ներսում։ Այդ դրամար ասում եմ, ես չեմ կարողանում դա հիշել։ Ինչպես հասկացաք, որ սիրում եք այս մարդուն։ Կարող եմ չէ, հիմա չի հասկացեք, շուտ ջան, խնդրում եմ մի քիչ երկար։ Չէ, թե հասկացած չլինեի, հաստատ նման լուրջ քայլի չէի գնա։ Այսինքն վստահ եմ, որ ինչ-որ մի քայլ, ինչ-որ մի փոփոխություն դիմացինի մեջ։ Օրինակ ասենք, ինքը շատ, այսպես ասած, խելառ քայլեր էր անում, խելառ նվերներ, մի անգամ նույնիսկ կարծեմ հարցազրույցում էլ ենք ասել, վարդեր էր բերել, որ ես, մայրս, քույրս, գրեթե 20 րոպեից ավել այդ վարդերը մուտքից չէինք կարողանում ներս տանել, իրանք այդքան շատ էին։ Մենք երեքով 20 րոպե այդ վարդերը, այսպես ասած, կրում էինք տուն։ Նման բաներ շատ ա եղել, կամ ասֆալտի վրա պատոհանից նայեցի առավոտյան, տեսնեմ ինքը կանգնած է ու ներքևը քարերով գրված է, որ ինձ սիրում է, ես քեզ սիրում եմ։ Այդպես արել սիրո խոստովանություն։ Մի խոսքով խենթ քայլեր շատ ա եղել եւ գուցե այդ քայլերի, այդ ուշադրության, իր բնավորության այդ բարի տեսակին ավելի ուշադիր եղա, ավելի ուշադրությամբ նայեցի այդ իր բնավորության կողմերին ու հասկացա, որ այս խենթը իմն է։ Այս խենթը շարունակում է խենթ մնալ։ Այո։ Այսինքն այդ ծաղիկները, այդ ոչինչ չի փոխվել։ Ոչինչ չի փոխվել։ Հետաքրքիր է։ Ինձ միշտ ասում էին, որ ամուսնանալուց հետո շատ հավանական է, որ գրեթե միշտ այդպես է լինում, որ խենթերը վերափոխվում են, այսինքն եթե աղջիկը արդեն կոպիտ ասած իրենով արվեց, վերջ արդեն այլ նման քայլեր չի արվում, որպեսզի գրավի կնոջ սիրտը եւ այլն, բայց ես միանշանակ կարող եմ ասել, որ դա այդպես չէ։ Դավիթ, այդ պայքարը նրան հասնելու տարիների փաստորեն կա դեռ ներսում, այսինքն որ հանկարծ չափսոսա, որ ընտրեց։ Չէ, դա ոչ թե կարելի է վերագրել որպես պայքարի, այլ իր անձը կարևորելու, նույնիսկ դրանից ես եմ ինքս ինձ լավ զգում։ Դա նրա համար չի, որ ինքը չափսոսա, չէ,
նրա համար որ ես առաջի հերթին ինքս ինձ լավ զգամ, որովհետև ես այդ ամենը անելուց առաջին հերթին ինքս ինձ համար եմ անում կարծում եմ։ Դա ինձ է բավարարվածություն պարգևում։ Նա հետո իրան։ Ինչ փոխվեց ձեր կյանքում երեխայի ծնունդից հետո։ Շատ բան։ Մեր կյանքը ոտքից գլուխ փոխվեց։ Ինչ, չգիտեմ, մի հրաշք եղավ, որ մենք հասկացանք, թե այսքան տարի ոնց ենք ապրել առանց այդ հրաշքի։ Իսկ իրար ավելի շատ սիրեցիք դրանից հետո։ Իրար ավելի, հա, ես կասեի, իրար ավելի ուրիշ ձև, ավելի իրար հանդեպ պատասխանատվություն ավելի մեծացավ, իրար խնամելու, իրար պահպանելու երեխայի համար։ Չեմ կարծում, որ երեխայի լինելուց հետո սերը կամ ավելանում է կամ պակասում է։ Ես թվում է սերը շատ կամ քիչ չի լինում կամ Չի փոխակերպվում։ Չէ, կամ լինում է սերը կամ չի լինում։ Պետք չի ինչ-որ երեխա կամ չգիտեմ ինչ ուրիշ ինչ-որ մի բան տեղի ունենա ձեր կյանքում, որ դրանից էր ավելան։ Ես կարող չգիտեմ, ուշադրությունը ավելանա, ապրելակերպը ավելանա, բայց հաստատ սերը ոչ շատանում է, ոչ էլ քչանում է։ Սերը չի պատասխանատվությունն է ավելանում։ Չեմ կարծում, որ սերը քչանում է։ Չէ, չի քչանում։ Կարծում եմ, եթե գուցե սերը վերանա, բայց չքչանա։ Սերը կամ կա, կամ չկա։ Որովհետև դու պարտավոր ես այդ, չգիտեմ, հիմա գուցե խոսքերս ճիշտ ձևակերպեմ, բայց մտածում եմ ես այսպես, որ պարտավոր ես սերը պահելու, պարտավոր ես այդ ուշադրությունը ցույց տալու, որպեսզի երեխան մեծանա ոչ թե արհեստական սիրո մասին եմ խոսում, այլ ավելի ես դու պարտավորված այդ երեխայի հանդեպ, որ ընտանիքդ ներդաշնակ լինի, որ երեխան այդ ներդաշնակությունը տեսնի, թե դու ինչպես ես վերաբերում իր հորը եւ հակառակը, չէ՞ որ ինքը քեզնից է օրինակ վերցնում։ Իհարկե։ Ի վերջո այդ երեխան էլ հենց սիրո պտուղն է, ինքը հենց ազգուշությունից չհայտնվեց այդ երեխան։ Ունենց որ չեմ կարծում, որ ինքը հենց սերն է, ինքը սերը նյութական դարձած, շոշափելի դարձրած ինչ-որ մարդ է։ Այնուամենայնիվ դուք հիմա բեմից հեռու եք, այսինքն չկա, բայց ես գիտեմ, որ Դավիթը ունի ցանկություն վերադարձնելու ձեզ ավելի շուտ բեմ, թե դրանք խոսքեր են միայն եւ Չեմ կարծում խոսքեր են, նրա խոսքերը հենց այնպես չեն լինում։ Չկա այդպիսի մի խոստում, որ վաղ թե ուշ դա իրականություն չդառնա Դավիթի կողմից տրված։ Կարող է դա կատարվի մի օր հետո, կարող է մի տարի հետո, բայց ցանկացած խոստում դա կատարվում է։ Ես դրա համար իր բոլոր խոսքերին հավատում եմ։ Բոլոր տված խոստումներին ես հավատում եմ։ Դժվար չի։ Ինչին։ Ինչը։ Այ հենց այն, որ կողքինդ հավատում է քեզ անվերապահորեն եւ մեծագույն պատասխանատվություն է ամեն բառի եւ դա հրաշալի բան է։ Երբ որ դու մի բան ես ասում ու գիտես, որ այդ ասածը չի գնալու կորի։ Այդ ասածը քեզ մի օր հետո քեզ հիշացնելու են ու ոչ թե դու մոռանալու ես։ Դրա համար են հիշացնելու, այլ չէ, որ ասել են, հա, սպասելու են քո ասածին։ Այդ հրաշալի բան է, դա դժվար չի։ Խանդ դժվար հարցը, չեմ կարող ասել, որ չեմ խանդում, որովհետև իմ կարծիքով խանդն ու սերը մի տեղ է։ Չափաբաժին։ Տարբեր բաներ, որ եթե սիրում ես, պետք է վստահես, չխանդես, չկա նման բան։ Եթե սիրում ես, ուզում ես լիարժեք քոնը լինի։ Բայց ոչ թե մտավախություն ունեմ, որ ինքը կարող է կիսով չափ իմը լինելու, այլ պարզապես, չգիտեմ, գուցե դա կանացի ինչ-որ չարաճճություն ասեմ, ինչ ասեմ, չէ, խանդ կա, բայց ոչ այդ հիվանդագին խանդը, եթե հիվանդագին լիներ այդ խանդը, ինձ թվում է այսքան սկանդալային լուրերից հետո դժվար միասին լինեինք, չէ, հիվանդագին խանդով չեմ տառապում, սակայն սիրում եմ ու խանդում եմ։ Դավիթ։ Ես խանդոտ եմ, ես լավ խանդոտ եմ, բայց իմ մոտ էլ այդպես հիվանդակին չի էլի, որովհետև ինձ թվում է վստահությունս ավելի մեծ է, քան խանդի զգացողությունը։ Ամեն դեպքում փորձում եք մեղմել դա ներսում։ Մեղմում եմ, զսպում եմ, երբեմն։ Դուք խոսեցիք այդ մասին, կա մի հաղորդում, որը թույլ է տալիս շատ մոտենալ այնտեղ, որտեղ պետք չի գուցե։
որտեղ պետք է գուցե։ Երբեմն դա դուրս է գալիս վերահսկողությունից եւ սկսում են ասել այնպիսի բաներ, որոնք գուցե մենք էլ չգիտենք մեր մասին, բայց ասում են։ Ամեն դեպքում դուք գնացիք այդ քայլին եւ մասնակցեցիք մեր 6-րդ զգայարան հաղորդմանը։ Վախենալու չէր դնել ամեն ինչ բոլորի առջև։ Իհարկե չէ, որովհետեւ այսպես ասած իրանք բոլորը չեն ասել այն ինչ որ ոչ մեկ չգիտի։ Չեմ կարող ասել որ իսկապես իրանք գուշակ են։ Գուցե եւ պետքա չասեմ, բայց ամեն դեպքում ես ի վերջո նորից մնում եմ այն համոզման, որ չեմ հավատում այդ ամեն ինչին։ Ամեն դեպքում հնչեց կարծիք, հնչեց այսպիսի մի բան, որ ձեր կյանքում կա եւս մեկ կին, եւս մեկ երեխա, եւ ամեն դեպքում կասկած ներսից տանը հետո ինչ որ հարց ու փորձ։ Չէ՞ որ ի վերջո հազար ներողություն, այսպիսի մի բան կա, երբ որ գուշակը ինչ որ մի բան ասում է, արդեն կարծես մարդկանց աչքերում ասել է, ինչքան էլ դուք փորձեք ասել, որ չկա այդպիսի բան եւ չկա այդպիսի բան իրականում, բայց այնուամենայնիվ խոսքը արդեն օդում է եւ բռնել ու ետ բերել չես կարող։ Չէ, իհարկե, ոչ պետքա բռնել, ետ բերել, ոչ էլ հաղորդման ֆորմատն է, երբեմն էլ ինչ որ բաներ պետք է ասեն, որ լինեն գուշակ։ Պետք է աղունիկի վիզը կտրեն, արունը խմեն, կտրում խմում են, բայց դրանով իրանք ոչ կարողանում են ասել, որ ես երկու երեխա ունեմ, բացի իմ արեգից, ես ընտանիքներ ունեմ, սիրուհիներ ունեմ, իհարկե ես բավականին, այսինքն ես չէ, իմ կերպարը բավականին շատ կանայք ունեցել է, բավականին շատ երեխաներ ունեցել է, բայց դրանք ընդհանրապես էկրանում են մնացել ու էկրանից այս կողմ չեն եկել։ Աստղիկ կանացի տեսանկյունից այնուամենայնիվ կասկածի փոքրիկ ինչ որ մի այսպիսի թել։ Չէ, ինձ թվում է, եթե ես մի փոքր կասկած ունենայի, եթե ես այդպես չվստահեի իրեն, ես էլ եմ ասում, ես բնավորությամբ շատ ծայրահեղական եմ, կամ այսպես պետք է լինի, կամ ինքը իմը պետք է լինի, կամ իմը պետք է չլինի, ես չեմ պատրաստում իրեն ինչ որ մեկի հետ կիսելու։ Դրա համար, եթե ես կասկածի ինչ որ տեղ ունենայի, կամ մի փոքր կասկածի մեջ մտներ, ես վստահեցնում եմ, որ ես հաստատ իր կողքին չէի լինի։ Նույնիսկ երեխան չէր պահի այդ հարցում, ոչ մի բան, եթե իմ մեջ կասկած կա, այսպես ասած մի փոքրիկ ցած կա, որ անընդհատ իմ հոգին կրծում անընդհատ բան, ես չեմ կարողանա այդ լիարժեք այդ իմ ասած ներդաշնակությունը պահել իմ ընտանիքում։ Անընդհատ ինչ որ վեճեր պետք է լինեն, անընդհատ իմ երեխան այդ վեճերին պետք է ականատես լինի, ու արդեն կդառնա անառողջ ինչ որ մթնոլորտ։ Հետո իմ երեխան արդեն կսկսի հորից վատ օրինակ վերցնել, եթե դա այդպես լինի։ Ձեր կյանքում ստացվել է այնպես, որ մինչև ձեր ծնունդը ձեր տանը եղել է կորուստ։ Եվ այնուհետև ծնվել եք դուք։ Հետո ավելի հասուն տարիքում չի եղել զգացողություն, որ պիտի լցնեք երկուսի տեղն էլ։ Ինձ թվում է ոնց ասեմ, տեսակ իմ ծնունդն էլ է հենց այդպես ինձ թվում է, որովհետև ինչպես դուք նշեցիք, ես ինչ-որ բան լրացնելու եմ եկել։ Այո, բայց գիտակցությունը հետո… Գիտակցությունը կա, իհարկե կա այդ գիտակցությունը, բայց ես չեմ ուզում այդ գիտակցությամբ ապրել։ Ոչ էլ իմ ծնողներն են երբևէ այդ գիտակցությունը փորձել մտցնել իմ մեջ կամ այդ փաստը ինձ, այսպես ասած, հրամցնեն, որ դու ինչ-որ բան պետք է անես, չէ։ Իրանք ինձ են սիրում, իրանք ինձ են ունեցել։ Երևույթն է այնպիսին, որ ես լրացնող որպես լինեմ, բայց զգացողությունն ու վերաբերմունքը բացարձակ այդպես չի։ Հենց որ ես իմ գիտակցություն կարող է երբեմն ինքս իմ մեջ հոգս խորքում նման բան մտածեմ, նման բան ասեմ, սենց հա, բայց չէ։ Բայց երբեմն լինում է դա։ Երբեմն լինում է դա, իսկապես երբեմն լինում է։ Բայց նենց չի, որ ինձնից դա սպասում է։ Երբեմն երկխոսության մեջ չի եղել, որ լինեք ձեր եղբոր հետ։ Շատ է լինում։
Կա ինչ-որ մի հարց, որ ավելի հաճախ եք տալիս նրան։ Հա, կա, բայց չեմ ասի։ Բայց կա ամեն դեպքում։ Հա։ Քիչ մարդկանց հետ է լինում, երբ նրանք մահի հետ կանգնում են դեմ արդեմ։ Ձեր կյանքում այդպես եղել է։ Որ տարիքում։ 11։ Երազում դա տեսնում եք էլի։ Չէ։ Չէ։ Ինչ զգացողություն էր դա։ Չգիտեմ, մի տեսել։ Երևի կյանք եմ շատ լավ բան է։ Այդ պայն թեկուզ, այդ տարիքում էլ թեկուզ, երբ որ դու փորձում ես պայքարել այդ ամեն ինչի համար, որ դու հասկանես եւ դու պետք է ապրես, ուղղակի դու այդ քոնը չի, հələ դա կսպասի։ Չգիտեմ այդ ինչ զգացողություն չեմ կարող բառերով բացատրել դա այդ ամեն ինչը, բայց կարող եմ հստակ ասել այն, որ ամեն դեպքում այս ամեն ինչը շատ հրաշալի է։ Ու թող տա Աստված, որ երբեք այս ամեն ինչը ժամանակից շուտ Աստված մեզնից չխլի։ Մարդու կյանքում ձեզ հարկավոր է, որ նման դեպքեր լինեն, որպեսզի կյանքը վերարժևորվի մարդու հենց աչքերի մեջ։ Չգիտեմ, եթե մարդ իր կյանքը չի գնահատում, գուցե իրեն պետք է, որ մի հատ հասկանա ինչից կարող ենք զրկվել։ Բայց այն մարդիկ, ովքեր սիրում են կյանքը ու ապրում են այս կյանքով, գնահատում են ամեն վայրկյանը, շնորհակալ են Աստծուց ամեն պահի համար, կարծում եմ նրանց հարկավոր չէ ավելորդ ստրես, ավելորդ անգամ հիշեցնել, որ մեղրը դա քաղցր բան է, պետք չէ։ 11 տարեկանում կյանքի վերարժևորում, 12 տարեկանում մեծ որոշում տեղափոխվել ամբողջ ընտանիքի հետ միասին քո երկիր, շատ շուտ չեք մեծացել։ Կարծում եմ այո։ Դժվար չի եղել սա կյանքում։ Դժվար է։ Եկ դժվար է։ Դրա համար ես հիմա փոխարենը փորձում եմ, ես չեմ կարող դրա հետ միասին ասել, որ ես վատ մանկություն եմ ունեցել։ Ես հրաշալի մանկություն եմ ունեցել։ Ես ինձ ոչ մի բանից չեն զրկել իմ ծնողները։ Ես երբեք չեմ իմացել չէ բառը ինչ է։ Եթե ես մի բան ուզել եմ, դա իսկույն կատարվել է։ Ոնց որ ես անձնական ձմեռապապ ունենայի։ Սենց բան ունեցած, տան մեր կողքը բնակվելիս լիներ, որ ես բան էի ուզում իմ ծնողներից, իրենք թակում էին այդ ձմեռապապի դուռը, ձմեռապապը իսկույն իմ ցանկությունները կատարում էր։ Բայց ամեն դեպքում ես չեմ ուզենա, որ այդ սոցիալական վիճակների խնդիրներով, իմ պապայի աշխատանքի պատճառով, որ կտրվենք, մենք այս ամեն ինչից գնացինք այնտեղ, հետ եկանք, այդ ամեն դեպքում փոքրիկ սենց ստրեսիկներ են, որը մնում է, ասենք, իմ մեջ, իմ եղբոր մեջ, իմ եղբայրն էլ է իմ հետ եղել մեծ եղբայր։ Ես չեմ ուզենա, որ նույնը իմ տղայի հետ լինի, այսինքն ես հաստատ գուցե իմ աշխատանքը մի տեղ կա, որ զոհաբերեմ, զուտ չվնասելով իմ երեխային, զուտ, որ նա չկտրվի այն ամեն ինչից, ինքը իրեն արդեն հոգեհարազատ է։ Նրան չտեղափոխել մի տեղ, որտեղ ինքը նորից կսկսի, որ ինքը դժվարություն կունենա։ Չէ, ամեն դեպքում դժվարությունները իրան կյանքը տալու է։ Արհեստական ևս մի քանի դժվարություն իմ կողմից չստեղծվի։ Բայց փորձում եք անել այնպես, որ նրան էլ թվա, որ կողքի տանը ձմեռ պապիկ է ապրում։ Դիսում եմ մենք նրա հանդեպ ավելի խիստ ենք։ Հա, մենք մի քիչ ավելի խիստ ենք, քան իմ հանդեպ։ Որ կատարում ենք։ Կյանքում դժվար չէ, որ երբեմն քնած է լինում ձմեռ պապին, է։ Հա, դժվար չի եղել կյանքում, որ հանկարծ այդ բախումը իրականության հետ, երբ որ ձմեռ պապին անընդհատ կա ու մեկ էլ հանկարծ դու մենակ ես կանգնած ու ձմեռ պապին չկա էլ։ Կարծում եմ ես այդ ընթացքում հասցրել եմ հասունանալ այն աշճան, որ ես հասկացել եմ, որ ձմեռ պապը արդեն գնացել է ուրիշ Լապլանդիա։ Հա։ Երեխաների մոտ կամ էլֆիկների հետ պատրաստություն է տեսնում նոր տալ։ Այդ ընթացքը շատ արագ է տեղի ունեցել, ես չեմ միանգամից sense բախվել այդ ամեն ինչի։ Ինչի համար եք շնորհակալ միմյանց։ Ես շնորհակալ եմ, որ ինքը կա։
Ես էլ շնորհակալ եմ ինքը ու տղաս կան իմ կյանքում։ Մտածում եք արդեն երկրորդ երեխայի մասին։ Դեռ ոչ։ Ես ունեմ 5 հարց ձեզ համար Աստղիկ եւ 10 ձեզ համար Դավիթ, բլից հարցեր, եթե թույլ կտաք։ Իհարկե։ Ինչը կարող է Դավիթին զայրացնել։ Ինչը կարող է անուշադրությունը։ Ինչից է նա վախենում։ Մեզ կորցնելուց։ Որն է դրա ամենամեծ երազանքը։ Նրա ամենամեծ երազանքը երևի ավելի շատ երազանքներ ունի, բայց ինձ թվում է մասնագիտական է, որ Հայաստանում դերասանական արվեստը ավելի բարձր մակարդակի վրա լինի, թե գնահատման, թե որակի առումով։ Իր խառնվածքով բու է թե արտույտ։ Բու։ Բծախնդիր է ուտելիքի հարցում։ Այդքան էլ չէ։ Իր որը միշտ ձեզ հետ է։ Չունեմ այդպես իր։ Իրադարձություն, որը հիմնովին փոխեց ձեր կյանքը։ Մասնագիտություն ընտրել։ Կյանքի կարգախոսը։ Չընկճվել։ Եթե մեկ օրով դառնայիք անտեսանելի, ինչ կանեիք։ Կգնայի թատրոններում կպտտվեի։ Հայաստանի։ Առանց անտեսանելի լինելու դա կկարողանաս։ Կուլուարներում։ Այո, Հայաստանը։ Ում հետ կցանկանայիք փակված մնալ վերելակի մեջ։ Վայ։ Մոնիկա Բելուչի։ Դա իր միակ սիրուհին է, որին արդեն չեմ խանդում։ Հասկացա։ Պատկերացնենք, որ դուք ունեք երկու կախարդական փայտիկ, մեկը ձերն է, մյուսը ում կտաք եւ ինչու։ Կտամ տղայիս, որովհետև համոզված եմ ինքը այնքան մաքուր է ու բարի, որ տեղին կօգտագործի եւ ճիշտ։ 3 գույն, որ հենց հիմա եկավ ձեր մտքին։ Այ, Հայաստանի գույնները դրոշի։ Եթե իմանայիք, որ մինչև ձեր կյանքի ավարտը մնացել է 90 րոպե, ինչ կանեիք այդ ընթացքում։ Գնայի տղայիս մոտ։ Խնդրում եմ ավարտեք հետևյալ արտահայտությունը, կյանքն ինձ համար անիմաստ կլիներ, եթե։ Եթե չունենայի այն, ինչ որ այսօր ունեմ։ Ինչ է ձեզ այսօր պակասում կատարյալ երջանիկ լինելու համար։ Կատարյալ երջանիկ լինելու համար։ Ես երջանիկ եմ։ Ուրախ եմ։ Այսպիսին էր Դավիթի եւ Աստղիկի սպիտակ անկյունը, սպիտակ անկյունում։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։